Բարևներ Արմաշի համից, հարգելի հետևորդներ ջան, կրկին գործեր և մեր գործերը չի վերջանում, հարգելներս ուրեմն միսունը հիմա ուզում եմ աղամ դնեմ սարցարանում, այստեղ պանիր եմ առել, պետքա կտրատեմ դնեմ աղա ջրի մեջ և վերջապես թուփը արդեն ժամանակն է, որպեսզի լցնեմ բանկանների մեջ հարգելներս, դե հիմա սկսեմ մսից, առաջինը ուզում եմ աղամ միսը հարգելներս միսը բաժանեմ երկու մասի ու նայեմ հանկարծ ոսկորի կտորներ չլինի մսի վրա դե հիմա սկսեմ աղալ արդեն Հարգելի հետևորդներ, դե բնականաբար աղալուց հետո, միսն ու սոխը աղալուց հետո պիտի անպայման հաց աղանք։ Ես երկու կտոր հացն էլ մանր կտրեմ, աղամ խառնել մսին։ Ավարտեցինք այս մի գործողությունը, հիմա ընդհանուր միսը իրար հետ բոլորը այսպես կխառնեմ, հարգելներս, և կլցնեմ ցելոֆանների մեջ ու կտեղափոխեմ սարցարան։ Ձեռքով լավ խառնեմ, որ սոխն ու հացը լավ խառնվի մսը։
Լսնենք ցելոֆանների մեջ։ Հարգելիներս, դեսա պատրաստել եմ համ տոլմի համար, համ կոտլետների համար։ Այսպես կանեմ։ Կդնեմ սարցավամա։ Հարգելի հետևորդներ, ցուլիկի միսա, թալ, մորթած, այդպես գյուղում մորթում են, գնում ենք վերցնում ենք։ Այս երկու տոպրակ, սար, կդնենք նորից տոպրակի մեջ, կլինի 3 տոպրակ հարգելիներս։ Վերջ, սիրելի հետևորդներ ջան, հիմա սա կդնեմ սարցարանում, կանցնեմ հաջորդին։ Հիմա պետքա պանիրս կտրեմ և դնեմ աղաջրի մեջ։ Այստեղ այս դույլի մեջ պանիր եմ ունեցել, հարգելիներս, չեմ թափում այս պանիրի ջուրը, ինքը շատ մաքուր ջուր է, միշտ չի որ փոխում եմ պանիրի ջուրը։ Դե առաջին անգամ դրել եմ, սա երկրորդ անգամն է, որ հիմա այս ջուրը, նույն ջուրը պետք է քամեմ և լցնեմ նորից նոր պանիրի վրա։ Կալինինոյի պանիր է, ժողովուրդ ջան, կիլոն 1700 դրամ։ Էլին ջան, մի հատ ափսե բեր, մի կտոր տնենք մեջը։ Ժողովուրդ ջան, հիմա այս գործերը, որ անում եմ, ուշ երեկոյա, որ ես անում եմ, որովհետև չեմ հասցնում, առավոտյան արթնանում ենք, թութ ենք քաղում, ու թութը ընթացքում ամեն օր քաղում ենք, այնպես չի մենակ, որ առավոտյան ենք քաղում թութը, քաղում ենք, հանգստանում ենք, նորից քաղում ենք, դրա համար չենք հասցնում, որ առավոտյան գործեր անենք, թե տանը, թե խոհանոցում, ինչ անում ենք երեկոյան։ Սա գնենք մի կողմ, հիմա, հարգելի հետևորդներ ջան, հիմա այս նույն դույլի ջուրը քամում եմ լցնեմ պանիրի վրա։
Հարգելիներս, նայեք։ Հիմա սա կտանեմ ու կթափեմ։ Սա է կտանեմ դրեմ տղացարանում։ Հիմա մաքրեմ, անցնեմ թփի։ Ժողովուրդ ջան, ես անցած հոլովակում ցույց տվեցի, թե ինչպես ենք դնում թուփը աղաջրի մեջ։ Դե աղաջուրը բռնել ենք ձվով, բայց այս որ աման եմ դրել վրեն, ջուր եմ դրել վրեն, որպեսզի թուփը ավելի լավ նստի աղաջրի մեջ, այդ փոքր կադրը չի երևացել, տեսա հոլովակում, մոնտաժի ծրագիրը հեռացրել էր այդ կադրը։ Դե դրա համար հիմա ասենց ցույց եմ տալում, ես այսպես աղաջուրը բռնել եմ, մեծ ափսեն դրել եմ աղաջրի վրա եւ սենց մեծ ամանով ջուր էի դրել վրան, որպեսզի ավելի լավ նստեր թուփը աղաջրի մեջ։ Ու հարգելի հետևորդներ, ինձնից հարցնում եք, թե թուփը հետո բանկաների մեջ դնելուց հետո եռացնում եք, թե չէ։ Ես չեմ եռացնում։ Հիմա սա աղաջրից հանում եմ, հարգելիներս։ Հանում եմ դնեմ սկուտեղի վրա։ Հետո այս վիճակով թուփը ես ծալում եմ եւ դնում եմ բանկայի մեջ։ Ամենավերջում հենց այս նույն ջուրը լցնում եմ բանկաների վրա։ Ու չեմ եռացնում, հարգելիներս։ Ծածկում եմ կապրոնե կափարիչով եւ վերջ, այդքանը։ Հիմա սա դնեմ, ջուրն էլ մաքուր է։ Տեսեք ինչ լավ մաքուր ջուր է։ Ձեռքերի օգնությամբ նստեցնում ենք թուփը, հարգելիներս, պետք չի շատ քիչ դնել, մի քիչ որ ինքը հաստա լինում, ոչինչ, դա չի խանգարում, որովհետև հանելուց համ հեշտ է ելնում մեջից, հարգելիներս, հետո քանի այսպես ասած կապ ուզում եք, հանում եք, այսպես։ Վերջ, հարգելիներս, հիմա ինչ եմ անում, ամենավերջում, այսքանը բավական է, որ լցնենք բանկայի մեջ։
Ժողովուրդ ջան, նույն ջրից եմ լցնում, որով ասում է զուլալ ջուր, հիմա սա է հարգելներս, կողքերով սեղմենք, որպեսզի ջուրը լավ տեղ հասնի մինչև ներքև հարգելներս, որպեսզի արանք չմնա։ Եվ ամենավերջում հարգելներս դնում եմ այսպես պլաստմասե աման, դե բոլորիս տներում էլ կլինի սենց ամաններ, սա էլ այսպես դնում ենք մեջը, հակառակ կողմից, նայեք, այսպես, այնքան ենք սեղմում միջև ջուրը հելնի երես, հարգելներս, վերջ, ու վրան էլ դնում եմ կապրոնե կափարիչ, հարգելներս, չեմ զակատում ընդհանրապես, միայն դնում եմ կապրոնե կափարիչ, անկեղծ ասած չեմ փորձել, որ այս վիճակում դնեմ, զակատեմ կամ եռացնեմ, սա իմ տարբերակն է, հարգելի հետևորդներ ջան, ու նորից եմ կրկնում, այս տարբերակով պատրաստած տոլման շատ համով է լինում, իմ շրջապատի մեջ էլ կան մարդիկ, որ ասել են ծանոթներ, բարեկամներ, որ հենց այս տարբերակով են փակում և շատ գոհ են հարգելիներս, դե սա իմ տարբերակն է, ցանկացողներ կլինեն, թող իրենք էլ այս ձևով պատրաստեն, ու ամենակարևորը, որ վրան դնեք կապրոնե, այսպես պլաստմասե ամաններ, ես դնում եմ նաև թուփ, նույն թփից հարգելիներս, ընդհանուր թուփ եմ դնում հենց բանկայի երեսին, բայց այս անգամ դրեցի հենց այս ամանը, վերջ։ Այսպես, տեսեք։ Այս լավ թուփ է, հարգելի հետևորդներ, իմ այգու թուփն է, շատ լավ թուփ է, տարբեր խաղողների թփերը։ Չոր վիճակում էլ են անում, այդպես էլ եմ արել հարգելիներս, որ դրել ենք բանկայի մեջ ու չոր վիճակում լցրել ենք բանկաների մեջ, բայց բանկաները անպայման եռացրել ենք։ Այդպես էլ է շատ լավ լինում, ես արել եմ շատ հարգելիներ, բայց այս վերջի տարիները հենց այս ձևով եմ արել։ Վերջ, հիմա սա էլ ջուր կլցնեմ,
Հարգելի հետևորդներ ջան, սա էլ վերջացրեցի։ Ու ոչ մի բան չի լինում, այսպես կարող եք պահել ամբողջ ծմր, հարգելիներս։ Դե այսքանով էլ ձեզ ասեմ բարի եւ խաղաղ գիշեր։